Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահվանից 50 օր հետո, նրա հարությունից 10 օր հետո, երբ որ ինքը համբարձվեց երկինքը, իր խոստմունքի համեմատ ուղարկեց նրան, որն մինչև առայսօր գործում է աշխարհումը եւ յուրաքանչյուր մարդ, ով էլ ընդունել է Աստծուն որպես իր անձնական փրկիչ, Սուրբ Հոգին նրան առաջնորդում է դեպի հավիտենական կյանքը։ Նրա գործը այսօր մեզ բացատրել, հասկացնել է իր ճշմարտությունը, նրա գործն է, որպեսզի մեզ առաջնորդի, նրա գործն է, որպեսզի Աստծուն բացի, ու ես համոզված եմ, որ ովքեր որ արդեն ընդունել են մեր Տեր Հիսուս Քրիստոսին որպես անձնական փրկիչ, իրանք վկայություն կարող են տան, որ Սուրբ Հոգին գործում է մարդկանց մեջ, քիչ առաջ էլ այդ վկայությունը եւս մի անգամ մեզ հնարավորություն է տալի հասկանալու։ Տերը, երբ որ համբարձվում էր երկինք, դու գիտեք, այդ անցյալ կիրակի օրը մենք դրա մասին խոսացինք, երկինք էր գնում եւ այսպիսի խոսքեր ասեց, ուզում եմ հիշեցնել մի մասը անցյալ կիրակի օրվա, ինչ որ մենք կարդացինք Ղուկասի ավետարանում 24-րդ գլխի 49 համարում։ Լուկա 24 глава 49 стих։ Եվ ահա ես իմ նոր հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա, որ դուք էլ նստեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն հագնեք։ Մինչև վերևից զորություն հագնեք։ Դուք գիտեք, որ այդ զորությունը, որն որ վերևից հագան մեր եղբայրները, որոնք որ առաջի քայլերն են կատարում այն ժամանակ, այն մարդիկ են, որոնք որ մեզ հետագայում թողեցին այս ճշմարտությունը, այդ զորությունը գործում է մինչև առայսօր, Աստված իր խոսքը կատարեց, Սուրբ Հոգին եկավ, Սուրբ Հոգին այն ժամանակ չեկավ, երբ որ Պենտեկոստեի օրն էր։ Նա միշտ էլ կար, բայց այդ օրը առանձնահատուկ օրհնություն եղավ ամբողջ երկրագնդի վրա, որովհետև Սուրբ Հոգու գալուստը նաև եկեղեցու հիմնման օրն է։ Այս երկուսը իր հետ միասին մի մեծ գործ կատարվեց, որ մինչև առայսօր այդ գործը կատարում են։ Եվ Աստված ոչ թե միայն այն ժամանակ, երբ որ ինքը այստեղ ֆիզիկական մարմնի մեջ էր գտնվում եւ համբարձում էր երկինք, այն ժամանակ խոստացավ, այլ Աստված միշտ էլ խոստացել է, որ կգա ժամանակ, երբ որ աշխարհին կգա այն հոգին, որն որ կառաջնորդի մարդկանց։ Մի երկու տեղ եմ ուզում կարդալ, որպեսզի մենք նորից թարմացնենք մեր մտքերը, որ կարողանանք հասկանանք, որ սա պատահական դեպք չի, Աստված միամի տեղը որոշեց ու վերևից ուղարկեց Սուրբ Հոգին։ Սա պլանավորված, ծրագրած մի գործողություն էր, որն որ հին ժամանակից դեռ Աստված խոսում էր մարդկանց հետ։ Երկու տեղ կարդամ, բավական է, բայց շատ տեղ է գրված դրա մասին, ուղղակի ժամանակի համար մենք շատ չենք կարդալու։ Եսայա 44:3, այսպիսի խոսքեր է գրված։ Եսայա 44 глава 3 стих։ Որտեղ ջուր պիտի թափեմ ծարավի վրա եւ հեղեղներ չորության վրա եւ պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վրա եւ իմ օրհնությունը քո զավակների վրա։ Այս ինչ որ Աստված խոստացավ, դուք գիտեք, որ կատարվեցավ Պենտեկոստեի օրը։ Հովելի մարգարեության մեջ հետաքրքիր է, որ այդ Հովելի մարգարեությունը, որն որ գրված է, ինչ որ մենք պետք է իմի կարդանք, այս նույն բանը ցիտատը տրված է նաև Մարկոսի ավետարանի վերջումը, այսպես է գրված։ Հովելի 2 գլուխ 28 համարը, Իոլա 2 глава 28 стих։ Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա եւ պիտի մարգարյանան ձեր տղեկ ու աղջիկը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսելիք պիտի տեսնեն։ Նայեք, հետաքրքիր բան է, որ Աստված միջև Սուրբ Հոգի ուղարկելը, միջև դուք գիտեք, Տիրոջ գալն էլ ամեն ինչը ծրագրած էր եւ ինքը միշտ խոսացել է մարդկանց հետ, բայց փառք Աստծո, որ Աստված ոչ թե միայն խոսքեր է ասում, այլ ինքը իր խոսքերի իրականությունն է ցույց տալի։ Ցույց է տալի, որ Աստված ոչ թե խոսող Աստված է, այլ կատարող Աստված է։ Եվ մենք տեսնում ենք, որ այն Սուրբ Հոգին, որն որ Աստված խոստացել էր դեր հին ուխտումը, որ մարդիկ պետք է ընդունեին այդ Սուրբ Հոգին, որն որ առաջնորդվելով, ես նորից եմ ուզում հիշեցնել, Սուրբ Հոգին այն ժամանակ, երբ որ հին ուխտում էր, նա ներբնակ չէր մարդկանց մեջ,
եղնում էր մտնում էր դուրս էր գալիս, սա Աստծո ծրագիրն էր, որովհետև դուք գիտեք առաջի թագավորը Սաուլը, երբ որ սկզբից ինքը սկսեց իր ծառայությունը, նա լցվեց Սուրբ Հոգով, ու դա վկայություն է Աստծո խոսքի մեջ, լցվեց Սուրբ Հոգով, որի միջոցով նա բաներ արեց, որ պարզ բացատրում էր, որ Սաուլը Աստծո ընտրած թագավորն էր։ Բայց անցան որոշ ժամանակ Սուրբ Հոգին լքեց նրանից իր սխալ գործողության պատճառով եւ նրա մեջ բնակվեց չար հոգին, որի պատճառով շատ անգամ հիշում եք, նա ուզում էր Դավիթին սպանել, կատաղի մարդ էր, որը ցավոք սրտին վերջացրեց շատ վատ։ Բայց այսօր, երբ որ Սուրբ Հոգին գալիս է երկրագնդի վրա ու մտնում է մարդկանց մեջը, լցնելով իրան մարդու մեջը, նա ներբնակ է, նա տեն չի որ մտավ դուրս եկավ, այսօր մեր ներսն է, դա վաղը մեր ներսը չի, հետո նույնիսկ մեր այդպես բան չկա, ով էլ որ ընդունում է Սուրբ Հոգին, նա Սուրբ Հոգով առաջնորդվում է մինչև վերջ։ Ու այսօր մենք պետք է ամեն մեկս քննենք, մենք խոսքը կլսենք, ամեն մեկս պետք է քննենք, թե ինչքանով ենք մենք առաջնորդվում Սուրբ Հոգով, որովհետև մենք կարող ենք ասենք, որ մենք Սուրբ Հոգի ունենք, որովհետև Աստծո խոսքը ասում է, երբ որ մարդը ապաշխարում է, նա ընդունում է Սուրբ Հոգին, եւ այդ Սուրբ Հոգին է նրան առաջնորդում դեպի մկրտությունը։ Երբ որ մարդը մկրտում է, նա լցվում է Սուրբ Հոգով, ու նա առաջնորդում է դեպի հավիտենական կյանքը։ Ու սա ինքան ոնց որ ասում են կրկնած բաները, որ շատ մարդիկ ինքան են լսեու իրանց մեջ խորացել ես գաղափարի մեջ, որ միջև անգամ կարող է մարդը մկրտվելով Սուրբ Հոգին չընդունի, բայց միևնույն ժամանակ ինքը իր մեջ պատկերացում ունի, որ ինքը Սուրբ Հոգի ունի։ Դրա համար մեր Տեր Հիսուս Քրիստոսը դեռ միջև իր մահը, հարությունը, համբարձումը աշակերտների հետ խոսալով այսպիսի խոսքեր ասեց։ Ուզում եմ ուշադիր լինեք, խնդրում եմ ուշադիր լսեցեք այս կարևոր գաղափարները։ Հովանու 16-րդ գլխի 5-ից 7 համարները։ Иоанна 16 глава с 5 по 7 стихи։ Բայց հիմա ինձ ուղարկողի մոտ եմ գնում եւ ձեզանից ոչ մեկը չի հարցնում թե ուր ես գնում։ Այլ որովհետեւ ես բաները խոսեցի ձեզ հետ, տրտմություն լցրեց ձեզ սիրտը, բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ թե լավ է ձեզ համար ու ես գնամ, որովհետեւ եթե չգնամ, մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ։ Հետաքրքիր է գիտեք որ մարդ արարած է ինքը իրանով այնպիսի մի արարած է, որն որ ամեն անգամ նրա համար ավելի լավ է տեսանելին, քան թե անտեսանելին։ Մարդը յուրաքանչյուր մարդը ուզում է իր կողքին մեկը եղնի, որ ապահոված եղնի։ Ու երբ որ աշակերտները իմացան, որ Հիսուսը պետք է հեռանա իրանցից, իրանք միանգամից չհարցեցին, Տեր, բա ուր ես գնում, բա մեր հարցը ինչ պետք է եղնի, այլ իրանց մեջը տրտմություն լցվեց։ Ոնց դու գնում ես, բա մենք ինչ պետք է անենք, եւ Տերը մի հետաքրքիր բան ասեց, որն որ մեզ բոլորիս համար շատ կարևոր է, որպեսզի մենք այսօր չերազենք այն ժամանակների մասին, որ աշակերտները ինչ բախտավոր մարդիկ են, երբ որ Տերը նրանց ֆիզիկապես նրանց կողքն էր։ Մենք ունենք Աստված մեր մեջը, եւ այդ Աստվածը այսօր մեզ առաջնորդում է դեպի հավիտենական կյանքը։ Մենք ժամանակին կտեսնենք մեր Տիրոջը, մեր աչքերով, նրա կվայելենք նրա ներկայությունը, բայց այսօր մեզ համար ավելի լավ է Սուրբ Հոգու առաջնորդությունը, քան թե Տիրոջ ֆիզիկական ներկայությունը։ Ինքը Տերը ասեց, ավելի լավ է։ Ես իմ կյանքի մեջ մի հատ օրինակ ունեմ, շատ հետաքրքիր է, որ աշակերտներին նայում եմ, իմ օրինակն էլ նայում եմ, մտածում եմ, որ աշակերտները ինչքանով ճիշտ որ վիճակի հավատքի մեջ, թույլ վիճակի մեջ էին գտնվում, որ իրանք բռնված էին Տիրոջից, նրա ֆիզիկական ներկայությունից եւ ասում էին, որ լավ կեղնի, որ դու ստեղ եղնես, մեզի ուրիշ ձևի պետք չի։ Տարիներ առաջ, երբ որ Աստված ինձ բերեց եկեղեցի, շատ քիչ ժամանակ մի եղբայր ունենք, քարոզիչ եղբայր ունենք, երեց եղբայր, որը ինձ այսօրվա դրությունով ես որ կարող եմ ասել, որ ես այս ծառայության մեջ եմ գտնում, ինքը ինձ մեջ ներշնչեց իր ծառայությունով։ Նայում էի, ինքը շատ ցենց որ ասեմ, շատ գրագետ քարոզներ չէր տալիս, շատ նենց ոնց որ այսօր շատ լավ դասավորված, բայց այնքան լավ էր նրա քարոզները, հասարակ քարոզները, ու մենք ունենք էլի ուրիշ քարոզիչներ։ Երբ որ եղբայրը ասեց, որ ես գնում եմ, ես պետք է գնամ ուրիշ երկիր եւ այստեղ պետք է մնան այն եղբայրները, մենք գայանայի հետ միասին մտածեցինք, էլ ինչ իմաստ կա եկեղեցի գալու։
Եղբայր արդեն սովոր ենք, լավ, կարոզում է ամեն ինչ, շատ խոնար եղբայր, ես հասկանում եմ, որ դա հիմարություն է, կներեք այդ խոսքի համար, բայց աշակերտներն էլ նույն են մտածում։ Մենք խոսքը ոչ թե գնում է ինչ որ մի եղբոր առած ծառայությունների համար, խոսքը գնում է Սուրբ Հոգու գործողության համար։ Սուրբ Հոգին ամենքի միջոցով կարող է գործել։ Կարող է պատահի այսօրվա մեր ծառայողները այնքան զորավոր չեն, ինչպես որ մենք լսում ենք շատ անգամ համակարգիչի միջոցով քարոզներ, որոնք հիանալի քարոզներ են։ Բայց մենք գիտենք, որ եթե Աստված նշանակել է ինչ որ մեկին ծառայության մեջ, քանի դեռ ինքը այդ ծառայության մեջ է, Սուրբ Հոգին գործում է, ու ինչքան էլ իր քարոզները տկար լինի, անպայման մեզ բոլորիս համար օգտակար կլինի։ Ու եթե ինչ որ մի բան է կատարում մեր կյանքի մեջ, մեկը գնում է, մեկը մնում է, մենք պետք է գիտենանք, որ Սուրբ Հոգին ոչ միտեղ չի գնում։ Նա միշտ ներբնակ է մեր կյանքի մեջ, մեր մեջն է, ու մինչև կյանքի վերջը մեզ հետ միասին կլինի։ Ով էլ ուզում է գնա, ով էլ ուզում է մնա, Սուրբ Հոգին միշտ մնում է մեզ հետ միասին, մեզ նա առաջնորդում է։ Լավ է ձեզ համար, որ ես գնամ, բայց երբ որ չգնամ, չի գանա, որ ձեզ շատ ավելի կարևոր է, քան թե իմ ներկայությունը։ Գիտեք, երբ որ մենք խորանում ենք ճշմարտության մեջ, մենք իրականում տեսնում ենք, որ Սուրբ Հոգու գործունեությունը այնքան ուժեղ է, որ այն ժամանակ, երբ որ Հիսուսի ներկայությունը կար, աշակերտները իրանց աչքով տեսնում էին, լսում էին նրա խոսքերը, կարող էին շոշափել, ինչպես Հովհաննես Առաքյալը իր հանրային թղթի սկզբին ասում են, մենք տեսանք, շոշափեցինք, ամեն ինչ իրանց հետը ուտում էին, խմում էին, նրա հրաշքներն էին տեսնում, բայց դուք գիտեք, թե ինչ կատարվեցավ աշակերտների հետ, երբ որ Հիսուս Քրիստոսին բռնեցին, բոլորը փախան, մեկը դավաճանեց փողով, մյուսը առանց փողի դավաճանեց, Պետրոս Առաքյալը, որ ժամանակին ինքը շատ ոգևորված ասեց, Տեր, ով էլ որ քեզ դավաճանի, ես չէ, ես կգնամ մինչև վերջ ու քո պատճառով մինչև անգամ մեռնելու պատրաստ եմ։ Բայց դու գիտեք, որ Պետրոս Առաքյալը մինչև ակլորը խոսալը 3 անգամ ուրացավ Տիրոջը եւ 3-րդ անգամ ամենասարսափելի ձևով, երթումով եւ անեծքով։ Այդ նույն Պետրոս Առաքյալը, որը արդեն Հիսուսը չկար, արդեն վերացել էր երկինքը, Սուրբ Հոգին ընդունել էր, Պենտեկոստեի օրը մի քարոզ տվեց, զարմանալի ձևով, այդ վախկոտ Պետրոսը մի քարոզ տվեց, որի միջոցով բազմաթիվ մարդիկ եկան դեպի Տերը։ Ու միտեղ եմ ուզում ուղղակի կարդալ մի համար, որն մեզ օգնում է հասկանալու, թե ինչ զորավոր է Սուրբ Հոգու ներկայությունը մարդու մեջ, երբ որ վախկոտ մարդը դառնում է այդպես ազատ քարոզող մարդ, ու որի միջոցով մարդիկ գալիս են դեպի ճշմարտությունը։ Գործ Առաքելոց 2-րդ գլխի 41 համարը։ Ձեանի ապոստոլов 2 глава 41 стих։ Եվ նրանք, որ նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցան եւ այն օրը 3000-ի չափ հոգի ավելացավ։ Եկեղեցում իհարկե։ Դուք ոնց եք կարծում, Պետրոսի քարոզից էր որ այդ բանը եղավ։ Պետրոսի շնորհքով էր որ մարդիկ եկան։ Հասկանալի որ Սուրբ Հոգին։ Ուղղակի Սուրբ Հոգին շատ անգամ օգտագործում է Պետրոսին, Պողոսին, Մարտիրոսին, եսին, որևէ ուրիշ մեկին օգտագործում է, որպեսզի այդ խոսքը, որն Աստված դրել է մարդու մեջ, կարողանա հնչի եւ մարդիկ ընդունեն ու զարմանալի ձևով փոխվեն ու դառնան այն մարդիկ, որոնք որ Աստծո ուզած մարդիկ են։ Ոնց որ մենք ենք այսօր հավաքված այստեղ ու ես համոզված եմ, որ ամեն մեկը Սուրբ Հոգով լցված առաջնորդվում ենք ու գիտենք, թե ինչ է նշանակում Սուրբ Հոգի ներկայությունը մեր մեջ։ Մի քանի կարևոր գաղափարներ, որոնք Սուրբ Հոգու գործունեությունը այս աշխարհի մեջն է կատարվում, ես ոչ մի բան նոր չեմ ասելու, բայց ուզում եմ որպեսզի այս գաղափարների հետ միասին ամեն մեկս քննենք մեր կյանքի մեջ մեր առաջնորդությունը այսպես է թե չէ։ Ես ինձանից ոչինչ չեմ ասելու, Աստծո խոսքից պետք է կարդամ, այնտեղ պետք է ասեմ, միայն մի բան պետք է նայենք մենք, որ երբ որ մի բան ասում ենք Սուրբ Հոգու գործունեության համար, մենք նայենք ու իրականում համաձայնվենք ու ասենք, այո, իրականում իմ մեջ գործում է Սուրբ Հոգին, որովհետև այնպես է գրված, ինչպես որ գրված է, այնպես էլ իմ մեջ է։ Առաջինը, ինչ որ Սուրբ Հոգին անում է մարդու կյանքի մեջ է։ Գրված է Հովաննու 16-րդ գլխի 12-13 համարում։ Иоанна 16 глава 12-13 стихи.
Տակավին շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել։ Բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդի ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձից չի խոսի, այլ ինչ որ կլսե, կխոսի եւ գալու բաները կպատմի ձեզ։ Հետաքրքիր է, գիտեք, ես համոզված եմ, որ այստեղ գտնվող յուրաքանչյուր մարդ, ով որ մինչև եկեղեցի գալը, մինչև ճշմարտությունը ճաշակելը ու մինչև Սուրբ Հոգի ընդունելը, բոլորս էլ ընդունում ենք, որ մենք քրիստոնյաներ ենք։ Ճիշտ է թե չէ։ Մենք քրիստոնյաներ ենք եւ մենք հավատում ենք Աստծուն, հավատում ենք Քրիստոսին, ապրում ենք այս կյանքի մեջ։ Ես չգիտեմ դուք ոնց եք, բայց ես կարող եմ վկայություն տալ, որ ես վկայելով որ քրիստոնյա է, քրիստոնեության առաջնորդի մասին ոչինչ համարյա չգիտեի։ Քրիստոսի մասին ոչինչ չգիտեի։ Ես ոչ աղոթքներ էի անում, ոչ հաղորդության սեղանի մասին ընդհանրապես գաղափար չունեի, ուրիշ շատ բաներ, ես գիտեի, որ իմ մանկության ժամանակ իմ մկրտությունը, որն որ իմ ծնողների կամքով եղավ, այդ մկրտությունը ինձ քրիստոնյա դարձրեց։ Ու ես իմ ամբողջ կյանքում մտածում եմ, որ ես քրիստոնյա եմ, մինչև որ Աստված իր հոգու միջոցով ինձ բաց արեց, որ այն քրիստոնեությունը, որ ես ունեի առաջ, դա դատարկ ու անիմաստ, ոչ մի հիմք չունեցող քրիստոնեություն էր, որն որ տանում էր դեպի հավիտենական կորուստը։ Ես քրիստոնյա էի, բայց գնում էի դեպի հավիտենական կորուստ։ Սուրբ Հոգին բաց արեց ինձ ու ես համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրին նույնպես Սուրբ Հոգին բացեց։ Նաև մենք պետք է հասկանանք մի կարևոր բան։ Հովանու ավետարանի մեջ 14-րդ գլխի 26 համարում նայեք Աստված ինչպես է խոսում մեզ հետ այդ առաքյալ եղբայրի միջոցով ու մեզ ինչ է ասում։ Տեսեք Յոհաննա 14 глава 26 стих։ Բայց Մխիթարիչը Սուրբ Հոգին, որ Հայրը կուղարկի իմ անունով, նա ամեն բան կսովորեցնե ձեզ եւ կհիշեցնե ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ Գիտեք, արեք մի բան ասեմ։ Էլի ես իմս կասեմ, բայց դուք ձեր կյանքում էլ ես համոզված եմ, որ ոչ մի բան տարբերություն չի եղնի։ Երբ որ ես ժամանակին Աստծո խոսքը կարդում էի, ես շատ գիրք սիրող մարդ եմ եղել ու միշտ կարդացել եմ, գիշերներն եմ լուսացրել գիրք կարդալուն, ամեն անգամ երբ որ ինձ առիթ էր եղնում գիրք կարդալու, բացում էի մի 2-3 բան կարդում էի, դեն էի դնում, ասում էի, Էս ինչ է գրած այս մարդ կարող է գիրքը կարդա։ Անցավ ժամանակ, երբ որ Աստված իր հոգին ինձ պարգևեց, այսօր արդեն 32 տարի է իմ ամենակարևոր գիրքը սա է, իմ սիրելիներ։ Ես ուրիշ գիրք ոչ էլ ուզում եմ կարդալ։ Չնայած որ շատ լավ գրքեր գոյություն ունեն, շատ լավ կլասիկա գոյություն ունի, առանձնապես հայկական կլասիկայի մեջ շատ լավ բաներ է գրված։ Բայց ինձ համար միակ գիրքը, որն որ կարող է ինձ հագեցնել ու այսօր ուրախություն է տալի այս գիրքն է։ Ուրիշ ոչ մի գիրք գոյություն չունի։ Եվ սա Սուրբ Հոգու միջոցով է կատարել։ Սուրբ Հոգին իմ մեջ մտնելով ինքը հասկացրեց ինձ, որ կյանքի գիրքը, որն որ ինձ կարող է առաջնորդել դեպի հավիտենական կյանք, սա է։ Եվ միակ գիրքը, որն որ ինձ կյանք է սովորեցնում, ու այդ կյանքում ես կարող եմ առաջնորդվել, դա հենց այն գիրքն է, որն որ Աստված ինձ պարգևեց։ Համոզված եմ, որ ձեզ էլ նույնպես։ Եթե ձեր մեջ է Սուրբ Հոգի կա, դուք կարող եք համեմատություն անել ձեր անցյալը ու ներկան ու դուք կտեսնաք ահռելի տարբերություն, սարսափելի տարբերություն, դեպի լավը հույսով եմ։ Երկրորդը, Սուրբ Հոգին բացում է մեզ իրեն Քրիստոսին։ Գիտեք, հետաքրքիրը այն է, որ մենք ելի եմ ասում, երբ որ ապրում ենք այս ֆիզիկական կյանքի մեջ ու մեզ քրիստոնյա ենք անվանում, մենք որոշ ինֆորմացիա ունենք Քրիստոսի մասին։ Ինձ որ հարցնում են ով է Քրիստոսը, ասում եմ Աստված է։ Բայց ոչ մի անգամ իմ մեջ չկար այսպիսի գաղափար, որ Քրիստոսը իմ անձնական փրկիչն է։ Փրկիչի մասին ես գիտեի, բայց իմ անձնական փրկիչը ես իմացա այն ժամանակ, երբ որ Աստված Սուրբ Հոգու միջոցով բաց արեց ինձ Քրիստոսին։ Նայեք առաջի Կորինթացոց 12-րդ գլխի 3-րդ համարը։ 1 Коринфянам 12 глава 3 стих։ Նրա համար հայտնում եմ ձեզ, որ ոչով չկա Աստծու հոգով խոսողը, որ Հիսուսին նզովյալ ասե, եւ ոչով չի կարող Հիսուսին Տեր ասել, եթե ոչ հոգով սրբով։ Ոչոք չի կարող Տիրոջը։ Եթե ես մինչև անգամ Հիսուսին Տեր ասեմ, եթե Սուրբ Հոգու առաջնորդությունը չունեմ, այդ իմ ասածը դատարկ խոսքեր են։
Ու դա ես կարող եմ համոզված ասել իմ անցյալ կյանքից։ Համոզված եմ, որ դուք եք։ Մենք էլ ժամանակին Տեր Հիսուս, խնդրում եմ, դու եսի, դու ենի, ես եմ ուզում, են եմ ուզում, Տեր էինք ասում Հիսուսին։ Բայց ինչպես ենք նրա տիրությունը ընդունում։ Ոնց որ ուզում ենք, այնպես ապրում ենք։ Ինչ որ հավանում ենք, ընդունում ենք, ինչ որ չէ, Տեր կներես, ես դա չեմ ընդունելու։ Բա էլ ինչ Տեր, եթե մենք կարող ենք ջոգողությամբ մոտիկանալ նրա կամքին։ Մենք գիտենք, որ Տեր ասելով մենք համոզված գիտենք, որ նրա բոլոր կամքը պետք է կատարենք։ Եթե մենք չենք կատարում, նրա տիրությունը մեր կյանքի մեջ չի կարող լինի։ Սուրբ Հոգին մեզ բացեց, որ տիրությունը նրանում է կայանում, որ մենք նրա կամքը կատարենք։ Ինչպես Հովհաննես Առաքյալը ասում է, եւ նրա կամքը դժվար չի։ Դժվար չի, որովհետեւ Սուրբ Հոգին մեզ օգնում է ամեն ինչի մեջ։ Նայեք 2 Կորինթացոց 3 գլխի 3-ից 6 համարները շատ հետաքրքիր бан է, մի քիչ դժվար հասկանալու, բայց մենք տեսնում ենք, թե ինչպես է գործում Աստծո Հոգին մեր մեջը։ 2 Коринфянам 3 глава с 3 по 6 стихи։ Եվ հենց այս գրեցի ձեզ, որ միգուցե ես եկած ժամանակը տրտմություն քաշեմ նրանցից, որոնցից պետք էր ինձ ուրախ լինել։ Կարծում ուրիշ եմ կարդում։ Չէ։ Կներեք սխալ կարտոցի։ 3 գլուխ 3 համարից սկսած։ Դուք հայտնի եք, թե Քրիստոսի թուղթն եք, մեր ծառայությունով եղած, եւ գրված ոչ թե թանակով, ուշադիր լսեցեք, այլ կենթանի Աստծո հոգով, ոչ թե քարի տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Եվ այսպիսի վստահություն ունենք առ Աստված Քրիստոսի ձեռքով, ոչ թե մենք մեզանից բավական ենք մի բան միտք անելու ինչպես մեզանից, այլ մեր բավական լինելը Աստվածանից է, որ մեզ բավական է լարավ նոր կտակարանի պաշտոնյա լինելու, ոչ թե գրի, շատի լսեք, այլ հոգու, որովհետև գիրը սպանում է, այլ հոգին կենթանացնում է։ Մենք բոլորս էլ ոչ թե թանակով գրված հավատացյալներ ենք, շատ անգամ հավատացյալը, երբ որ ինքը իր մասին վկայում է, ասում է ես հավատացյալ եմ, բավական չի սիրելի քույր եղբայր, ուրիշները պետք է մեր մասին վկայեն, ու ուրիշները վկայում են մեր մասին դրա համար, մեր մեջը գործում է Սուրբ Հոգին ու մեր կյանքը փոխված է։ Ոնց կարող է ես Սուրբ Հոգի չունենալով իմ կյանքը փոխեմ։ Նա է մեզ փոխում, նա է մեզ առաջնորդում ու նա է մեզ հնարավորություն տալի, որպեսզի մենք Քրիստոսին ճանաչելով Քրիստոսի հետևորդ լինենք։ Քրիստոսը կա այսօր, դուք տեսել եք Քրիստոսին, չէ, բայց Սուրբ Հոգին ոնոր ներկա է մեր մեջը, ինքն է ներկայացնում Քրիստոսին։ Ու այսօր մենք համոզված գիտենք, որ ինչ Սուրբ Հոգին, ինչ Քրիստոսը նույն անձնավորություններ են։ Հետաքրքիր է։ Հռոմեացուց 8-րդ գլխի 26-27 համարները։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք երրորդ կարևոր գաղափարը, ինչ էլ որ Սուրբ Հոգին օգնում է մեզ, դա աղոթքի գաղափարն է։ Աղոթք անելը շատ մարդիկ ասում են, ես գիտեմ աղոթք անեմ, ոչ չէ, այնպես աղոթքներ կարող են ու շատ լավ դասավորված աղոթքներ։ Այո, հնարավոր է։ Մարդ կա, որ գրագետ մարդ է, ու նա շատ կարող է դասավորված խոսքեր ասի, աղոթքի մեջ է նույնպես, բայց մենք գիտենք, որ շատ անգամ մեր կյանքի մեջ աղոթքի կարևորությունը Սուրբ Հոգին է մեզ բացում։ Ես միտեղ եմ ուզում կարդալ Հռոմեացուց 8-րդ գլուխ 26-27 համարը, խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Римлянам 8 глава 24-27 стихи։ Այնպես էլ Հոգին, Սուրբ Հոգու մասին է խոսքը, օգնում է մեր տկարություններին, որովհետև թե ինչ բանի համար պետք է աղոթք անենք, ինչպես արժան է, չգիտենք, բայց ինքը Հոգին անբարբար հառաչանքով բարեխոս է լինում, եւ սրտեր քննողը գիտե, թե ինչ է Հոգու խորհուրդը, որովհետև Աստծո վայելած կերպով սուրբերի համար բարեխոսում է։ Գիտեք, ինչի Աստված ասում է, որ շատ անգամ մենք չգիտենք, թե ինչ պետք է աղոթք անենք։ Առաջինը ինչ որ կարևոր է, իրականում մենք չգիտենք, ինչ է պետք մեզի։ Մենք ամեն անգամ երբ որ աղոթք ենք անում, խնդրում ենք Տեր մեզ առողջություն տու, մեզ տու էս, փող տու, մեզ օգնի, որ մենք կարողանանք այս կյանքի մեջ ունենալ հնարավորություն աշխատելու, մեր ընտանիքները պահելու։ Սրանք ամեն ինչը լավ են, ու սրանք ամեն ինչը կարևոր են։ Բայց շատ անգամ, երբ որ մենք խնդրում ենք այդ բանը, մենք չգիտենք Աստծո կամքը։
Շատ անգամ մենք մտածում ենք, որ եթե մենք առողջ լինենք, շատ փող ունենանք, լավ շրջապատ ունենանք, մենք ավելի ազդեցիկ կեղնենք մարդկանց համար, բայց ես համոզված գիտեմ, որ այդպես չի շատ անգամ եւ մենք քիչ հետո խոսանք այն էլի կարևոր բանի մասին, երրորդ մասի երկրորդ կարևոր մասին, որն որ Աստված բաց է անում մեզի, թե ինչքանով նշանակալի է, երբ որ մենք աղոտ կանելիս հույսներս դնում ենք Սուրբ Հոգուն։ Տեր, ես չգիտեմ իրականում ինչի համար պետք է աղոտ կանեմ։ Ես գիտեմ ինչա պետք է ինձի, բայց ես չգիտեմ այդ իմ պետք եղածը ինձ ճիշտ պետք է թե չէ, թե դու ես ինչ որ ուզում ես տալիս ես։ Ու մենք շատ անգամ աղոտ ենք անում, ունեցել չհասկանալով թե ինչ ենք աղոտ կանում։ Հակոբոս Արաքյալի թուղթը մենք միջև այդ չենք ասել դեռ 5 շաբթի օր այս ծառայությունը երբ որ անցկացնում ենք, բայց ուզում եմ ձեզ հետ միտեղ կարդալ, որն որ շատ կարևոր է մարդկանց աղոթքը։ Մարդիկ աղոթում են եւ Աստված ասում է, որ ձեր աղոթքը ճիշտ չի։ Նայեք ինչ է ասում Հակոբոսի 4-րդ գլուխ առաջի 3 համարները։ Յակովը 4 глава с 1-3 стиха. Որտեղից են պատերազմունքները եւ կրիվները ձեր միջում։ Չէ որ այստեղից է, այսինքն ցանկություններից որ պատերազմում են ձեր անդամներում։ Ցանկանում եք եւ չունիք, սպանում եք, նախանձում եք, չեք կարող մասնել։ Պատերազմում եք, կռվում եք, բայց չունիք, որովհետեւ չեք խնդրում։ Ուշադիր լսեցեք վերջի համարը։ Խնդրում եք եւ չեք առնում, որովհետեւ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններում վատնեք։ Այսա մարդկային բնությունն է։ Պատերազմ, կռիվ, մեկը մյուսին գցել եւ ուրիշ ամեն ու շատ անգամ երբ որ մարդը այդ գործողության մեջ է, Աստծուն է դիմում ու Աստծուն է խնդրում, որ Տեր ինձի հաստատիր, որ այս ճիշտ տեղն եմ, նրան կարողանամ հասկացնեմ ու այդպես մարդու մեջ պատերազմը, աղոթքները որն որ Աստծուն դուրեկան չի։ Ասում չեք խնդրում, բայց եթե մինչև անգամ խնդրում եք ձեր ցանկությունները վատնելու համար եք խնդրում։ Աստված զգուշացնում է մեզի, որ երբ որ մենք աղոթք ենք անում, անպայման Սուրբ Հոգու առաջնորդությունը պետք է լինի։ Թող ինքը մեզ բացատրի ու հասկացնի։ Երկրորդ կարևոր բանը, այս երրորդ Սուրբ Հոգին մեզ օգնում է, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպես պետք է աղոթք անենք։ Նայեք, Եփեսացոց 6-րդ գլխի 18 համարը, ինչ է ասում։ Ефесянам 6 глава 18 стих. Ամեն աղոթքով եւ աղերսանքով աղոթք արեք ամեն ժամանակ հոգով, ոչ թե ձեր ուզած ձևով, այլ հոգով, Սուրբ Հոգով, եւ սրանում հսկեցեք բոլոր հարատեվությամբ եւ աղաչանքով ամեն սուրբերի համար։ Սուրբ Հոգով աղոթքը շատ կարեւոր է ու մենք ուզում եմ ես հիշեցնել ձեզ Պողոս Արաքյալի աղոթքը։ Երկրորդ Կորինթացոց 12-րդ գլխի մեջ գրված է։ Պողոս Արաքյալը աղոթք էր անում, ինչ էր ուզում։ Ինքը իր ցանկություններն է ներկայացնում Աստծուն, ասում էր Տեր, իմ մեջ խայտ կա։ Ես իմ խոսքերով եմ ասում, սատանան բռունցքով ծեծում է ինձի, որպեսզի ես կարողանամ թուլանամ։ Ու հիշում եք Պողոս Արաքյալի խոսքերը։ 3 անգամ ես աղոթք արեցի Տիրոջը։ 3 անգամ խնդրեցի, Տեր, հանիր ինձանից այս խայթը։ Ուզում եմ Տիրոջ ասած խոսքերը ներկայացնել ձեզի, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ շատ անգամ երբ որ Տերը չի պատասխանում մեր խնդրանքներին, սիրելի քույր եղբայրներ, ուրեմն դա մեզի ավելի լավ է, քան թե երբ որ նա մեր խնդրանքին պատասխան տա։ Ես խնդրում եմ առողջություն, առողջությունը տալի Աստված, ես եկեղեցուց հեռանում եմ։ Ոնց եք կարծում, դա Աստծո կամքն է։ Դա Սուրբ Հոգու առաջնորդությունն է։ Ես խնդրում եմ, աղոթում եմ, որպեսզի Աստված ինձի աշխատանք տա, աշխատանքը ինձի ոնց որ ասում ազատում է եկեղեցի գնալուց։ Ես էլ չեմ գնում եկեղեցի, որովհետև այնքան եմ զբաղված, որ էլ չեմ կարող գնալ եկեղեցի։ Ոնց է կարծում, դա Աստծո կամքն է, Սուրբ Հոգու խնդրանքն է թե չէ։ Չէ։ Պողոս Արաքյալը 3 անգամ խնդրեց։ Ինչ պետք է աներ Աստված։ Այդ ձևի լավ մարդուն ոնց կարող է չլսել։ Երկրորդ Կորինթացոց 12-րդ գլուխ 8-ից 9 համարներ եմ կարդում։ Ընտրում եմ ուշադիր լսեցեք։ Второе Коринфянам 12 глава 8-9 стихи. Սրա համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը նրան հեռացնե ինձանից, եւ նա ինձ ասեց. Ուշադիր լսեցեք.
Բավական է քեզ իմ շնորհքը, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարում։ Ու նայեք Պողոս Արաքյալի պատասխանը. Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որ Քրիստոսի զորությունը բնակվի ինձանում։ Տերը ասեց չէ, ու Պողոս Արաքյալը չնեղացավ ու չասեց չէ, դե հիմա ես կգնամ։ Էլ չեմ ուզում քեզ տարել։ Չէ, ինքը ասեց. Եթե Սուրբ Հոգին ինձ ասում է, որ ես պետք է այս վիճակում եղնեմ ու այս վիճակում Տիրոջ փառավորեմ, ես պատրաստ եմ այս վիճակում Տիրոջ փառավորել։ Իմ սիրելի քույր եղբայրներ, եթե դու հիվանդ ես, եթե դու նեղություններ ունես, եթե դու դժվարություններ ունես ու Աստված չի ասում քեզ այո քու խնդրանքներին, գիտեցի որ ասում դու այդպես ավելի պետք ես, քան երբ որ դու առողջ, փողավոր եւ ամեն ձևով շրջապատված եղնես այն մարդկանցով, որոնց դու ուզում ես։ Դրա համար աղոթք պետք է անենք ու խնդրենք Տիրոջից Տեր, հիշում եք մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքը Գեֆսիմանի պարտեզում։ Ինքը խոմ գիտար ինչի համար էր եկել։ Ինքը խոմ գիտար որ ինքը պետք է անպայման մեռներ մարդկության փրկության համար։ Բայց երբ որ Գեֆսիմանի պարտեզում աղոթք էր անում, ասում է Տեր, եթե կարելի է, ուշադիր լսեցեք, եթե կարելի է, այս բաժակը ինձանից հեռացրու։ Բայց նայեք իր աղոթքը չվերջացավ այդ բանով։ Բայց ասեց, բայց ոչ թե ինչպես ես եմ ուզում, այլ ինչպես քո կամքն է։ Սիրելի իմ քույր եղբայր, մենք պետք է հասկանանք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը մեզ օրինակ է, որ մենք կարողանանք իրականում Սուրբ Հոգու առաջնորդությունը ունենալ մեր աղոթքների մեջ։ Չորրորդ կարևոր բանը, Սուրբ Հոգին սովորեցնում է ճիշտ խոսելը։ Ոչ թե սուտ խոսելու մասին է խոսքը, այլ երբ որ մենք մի անգամ պետք է գնանք ու վկայություններ տանք, կամ մեզ բռնում են, ինչ որ մի բան պետք է ասենք, շատ անգամ մենք չգիտենք, թե ինչ պետք է ասենք։ Վախը եւ մարդկանց հանդեպ ունեցած այս երկյուղը շատ անգամ մեզ խառնել է տալիս, որ մենք կարողանանք ճիշտ քարոզել։ Առանձնապես երբ որ մենք հանդիպում ենք մոլոր ուսմունքներին, երբ որ Եհովայի վկա կոչված մեկը գալիս է մեզ հետ խոսում է, կամ ինչ որ ուրիշ մեկը 50-ական է, թե ես իմ խարիզմատական մեկը, մենք շատ անգամ մտածում ենք ինչ ասեմ սրան։ Բայց մենք գիտենք, որ Սուրբ Հոգին կարող է ամեն ինչ։ Մենք գիտենք, որ եթե Սուրբ Հոգին խնդրենք, Սուրբ Հոգին կասի այնպես, ինչպես որ պետք է։ Այն դեպքը, որ կատարվեցավ Շամչուրդում, գիտեք, ինձ համար այնքան տհաճ էր, որ երբ որ ես տեսա այդ մարդու գործողությունը, իմ մեջ աղոթք արեցի։ Տիրոջը խնդրեցի, Տերը բաց արեց այդ բանը։ Ես կարողացա ասել, մի քիչ խիստ, բայց տեղի։ Ես համոզված եմ, որ դա Սուրբ Հոգու խոսքն է։ Նայեք, հետաքրքիր բան, Ղուկասի ավետարանում 12:11-12 համարում Տերը ինչ է ասում։ Այն ժամանակ, երբ որ նա այստեղ էր գտնվում ու նա քարոզում էր մարդկանց, բացատրում էր Լուկա 12 глава 11-12 стихи։ Երբ որ տանեն ձեզ ժողովարանների եւ դատաստանների եւ պետության առաջին, հոգս մի անեք, թե ինչպես եւ ինչ պատասխանեք, կամ ինչ ասեք, որովհետեւ ուշադիր լսեցեք, Սուրբ Հոգին նույն ժամանակ կսովորեցնե ձեզ, թե ինչ պիտի խոսել։ Իսկական Սուրբ Հոգու առաջնորդությունը նրանում է կայանում, որ մենք վստահում ենք Սուրբ Հոգին եւ ինքը Սուրբ Հոգին կասի այն ինչ որ պետք է ասել։ Շատ անգամ այդպես չի եղնում, որովհետեւ մենք մեզ վրա ենք վստահում։ Ու ես գիտեմ, ես կգնամ, կասեմ ամեն ինչ տեղին։ Ու չի եղնում այդ բանը, գիտեք, որովհետեւ մենք Սուրբ Հոգու առաջնորդությունը չենք ունենում այդ րոպեին։ Այլ մենք ինքներս մեր գիտության վրա հիմնված ուզում ենք որպեսզի բացատրել, հասկացնել։ Չի ստացվի սիրելի քույր եղբայրներ, կսխալվենք, կընկնենք ու շատ վատ վիճակի մեջ կեղնենք։ Մատթեոսի 17:19 համարը։ Матфея 10 глава 19 стих։ Բայց երբ որ մատնեն ձեզ, հոգս մի անեք, թե ինչ կամ ինչ պիտի խոսեք, որովհետև ին կատարվի ձեզ, ինչ որ պիտի խոսեք։ Հետաքրքիր է, Գործ առաքելոց թղթի մեջ քիչ առաջ եղբայրն էլ հիշեցեց այդ տեղը, ես էլ եմ ուզում հիշեցնել ձեզի, երբ որ Պետրոս առաքյալին ու մյուս առաքյալներին բռնեցին, այն ժամանակ, երբ որ իրանք հրաշք գործեցին, 4-րդ գլխի մեջ է գրված, եւ իրանք հաշմանդամին բժշկեցին։ Ու այն ժամանակ էլիտան չընդունելով Աստծո զորությունը, Աստծո հրաշքները, բռնեցին նրան, ուզում են հասկացնեին։ Նայեք, համարձակություն։
Պետրոս Արաքյալը, որն որ ժամանակին դու գիտեք վախկոտ Պետրոս էր, որն որ վախեցավ միջև անգամ աղախինի ասած խոսքերին, Պետրոս Արաքյալի խոսքերն եմ ուզում։ Գործ Արաքյալոց 4 գլխի 7-ից 10 համարը։ Деяния апостолов 4 глава 7 по 10 стихи։ Եվ նրանց կանգնեցրելով մեջտեղը հարցնում էին, թե ինչ զորությունով կամ որ անունով արիք դուք այս։ Ուշադիր լսեցեք, այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լցված նրանց ասեց. ով ժողովրդի իշխաններ եւ Իսրայելի ծերեր, եթե մեզ այսօր հարցակնում եք մի տկար մարդի երախտիկի համար, թե ում ձեռքով սա բժշկվեցավ, թող հայտնի լինի ձեզ ամենին, որ բոլոր Իսրայելի ժողովրդին, որ Հիսուս Քրիստոս Նազարեթի անունով, որին դուք խաչեցիք եւ որին Աստված հարություն տվավ մեռելներից։ Նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Ինչ համարձակություն։ Ու միևնույն ժամանակ ինչ վկայություն Քրիստոսի մասին։ Իրանք լավ գիտեին, որ իրանք կանգնած էին իշխանավորների առաջը, ու այդ իշխանավորները ունեին իշխանություն նրանց սպանելու, նրանց պատժելու։ Բայց ինքը Պետրոս Արաքյալը, տեսեք, ասում է, մենք չարեցինք այդ բանը, դա արեց Հիսուս Քրիստոսը, ու հիշեցնում է, որ Հիսուս Քրիստոս այն անձն է, որին դուք մատնեցիք, ու որն որ հետո հարություն արավ։ Գիտեք, շատ անգամ մարդը վախենում է, անցյալ անգամ մենք դրա մասին խոսացինք, շատ անգամ մարդը վախենում է, մտածելով, որ եթե ես ասեմ, եթե բան անեմ, բա ինչ կմտածեն մարդիկ։ Եթե դու ճշմարտություն ես խոսում, ու քո միջոցով Սուրբ Հոգին է խոսում, ինչ էլ ուզում է մտածի մարդը, դու ասա այն, ինչ որ Սուրբ Հոգին քեզի ասում է, ու դու կփառավորես նրան, եւ Աստված օրհնի քեզի։ Շատ կարևոր է։ Դուք տեսեք Պետրոս Արաքյալի օրհնությունը ինչումն է կայանում։ Մի անգամ քարոզեց 3000 մարդ, մյուս անգամ քարոզեց 5000 մարդ։ Ինչ հրաշքներ է կատարում, չէ՞։ Մի անգամից մի քարոզից 5000 ու 3000 մարդ գա դեպի ճշմարտությունը, սա հրաշք է։ Եվ մենք գիտենք, որ այդ հրաշքը կատարեց Սուրբ Հոգին։ Էլի մի բան եմ ասում, շատ կա, բայց այս վերջինը կասեմ, որպեսզի մենք նորից մի անգամ մտածենք դրա մասին, որ Սուրբ Հոգին տալիս է այն շնորհքը, որի միջոցով մենք կարող ենք ծառայել Աստծուն։ Սուրբ Հոգին է տալի։ Ես շատ անգամ եմ լսել, ես չգիտեմ ինչ կարող եմ անալ։ Հավատացյալ մարդը, որն որ ապրում է այս ֆիզիկական կյանքի մեջ, ընդունել է Քրիստոսին, ինքը վկայում որ Սուրբ Հոգի ունի ու ասում է ես չգիտեմ ինչ պետք է անեմ, մտածելու բան ունի իմ սիրելի քույր-եղբայրներ։ Որովհետև չի կարող պատահի, որ Աստծո խոսքի ու մեր կյանքի եղած հակասությունները մենք վերագրենք Աստծո վրա, որ Աստված չի տալի ոչի բան, ուրեմն ես հանգիստ ինձ համար կնստեմ, մինչև որ կտա։ Ոչ մի դեպքում։ Ուզում եմ մի հատ տեղ կարդալ ձեզ համար, որպեսզի համոզված գիտենաք, որ եթե դուք ասում եք, որ Աստված ինձի ոչինչ չի տալի, մտածելու բան ունեք, իմ սիրելի քույր-եղբայրներ, որովհետև Աստված չի կարող պատահի, որ ընդունելով մարդուն իր փառախի մեջ ինքը չտա այդ մարդուն շնորհք ծառայելու համար։ Առաջի Կորինթացոց 12 գլխի 4-ից 11 համարներն եմ կարդալու։ Первое Коринфянам 12 глава, 4 по 11 стихи. Պարգևները զանազան են, բայց հոգին նույնն է։ Պաշտոնները զանազան են, բայց Տերը նույնն է, եւ ներգործությունները զանազան են, բայց Աստված նույնն է, որ ամենը ամենի մեջ ներգործում է։ Բայց ամեն մեկին տրված է հոգու հայտնությունը օգտի համար, որովհետեւ մեկին հոգուց տրված է իմաստության խոսք եւ ուրիշներին գիտության խոսք, նույն հոգու չափով, մյուսին հավատք նույն հոգուն, ուրիշներին բժշկություններ, ներգործություն, բժշկության պարգևներ, նույն հոգով, ուրիշներին զորությունների ներգործություն, ուրիշներին մարգարեություն, ուրիշներին հոգիների ընտրություններ, ուրիշներին ալեվալ լեզուներ, ուրիշներին լեզուների թարգմանությունը։ Ու վերջի համարը, բայց այս ամենը հենց միևնույն հոգին է ներգործում, ամեն մեկին բաժանելով ինչպես որ կամենում է։ Ինչպես որ կամենում է, այսօր եթե Աստված քեզի չի տվել այն ինչ որ դու ուզում ես, նշանակում որ քեզի ավելի լավ բան է տվել, որ դու պետք է օգտագործես այդ ավելի լավ բանը հոգու եկեղեցու շինության համար։ Ու մենք այսօր
պետք է մտածենք մի բան, եթե չենք զգում մեզ մեր մեջը այն շնորհքը, որ Աստված տվել է մեզ, որպեսզի մենք եկեղեցում պիտանի լինենք, ես պետք է կանգնեմ ծնկների վրա ու աղոթ կանեմ ու խնդրեմ. Սուրբ Հոգի Աստված, դու խոստացել ես, որ յուրաքանչյուր մարդ, ով էլ որ գալիս է քո մոտ, դու շնորհում ես նրան, պարգևում ես նրան մի շնորհ, որի միջոցով նա կարող է եկեղեցում ծառայել։ Ես այսօր չունեմ այդ բանը։ Ու ես խնդրում եմ բացառ ինձի։ Գիտեք, արեք ես մի բան, ես ոչ թե կարծում եմ եւ ոչ թե մտածում եմ, այլ ես համոզված եմ, որ եթե իրականում ձեր մեջ գործում է Սուրբ Հոգին, եթե իրականում Սուրբ Հոգին դուք աղոթք եք անում, խնդրելով նրանին շնորհքը, որպեսզի Աստված բարավորվի եւ նրա եկեղեցին շինության դրնի, համոզված պետք է գիտենաք, որ Աստված կտա։ Ու ոչ թե այն շնորհքը, որն դուք եք ուզում, այլ կտա այն շնորհքը, որի միջոցով դուք բարավորեք Աստծուն ավելի լավ, քան այն շնորհքով, որն դուք ուզում եք։ Իհարկե, մենք շատ բաներ կարող ենք խոսալ Սուրբ Հոգու մասին, ժամանակը հերիք չի, բայց մի բան եմ ուզում խնդրել, որպեսզի մենք քննենք մեր անձը, որովհետև ես էլ եմ ասում, շատ մարդիկ Սուրբ Հոգու ներկայությունը իրանց մեջ վերագրում են իրանց ապաշխարության ու մկրտության վրա։ Այ ինձ ասեցին, որ ապաշխարելուց հետո դու Սուրբ Հոգին կտոնես, հետո կգա ժամանակ, երբ որ դու կմկրտվես, Սուրբ Հոգով կլցվես, դե երևի այդպես էլ կա։ Որովհետև եթե ես ապաշխարել եմ ու մկրտվել եմ, ուրեմն իմ մեջ Սուրբ Հոգի գործում է։ Եթե մենք այդպես թեթևսոլիկ ենք մոտիկանում, կներեք այս խոսքի համար, շատ ցավալի է ու շատ անպատվելի է Աստծո հանդեպ, որովհետև մենք չպետք է այդպես խոսանք, վերագրելով մեր Սուրբ Հոգու ներկայությունը ապաշխարության մկրտության վրա, այլ մենք ինքներս պետք է զգանք նրա ներկայությունը։ Ու Հովհաննես Առաքյալը հետաքրքիր ձևով է ներկայացնում իր հանրային թղթի մեջ այս կարևոր գաղափարը, որպեսզի մենք կարողանանք հասկանանք։ Շատ անգամ, նորից եմ ասում, շատ մարդիկ, երբ որ հանդիպում են ինչ-որ մեկին, մյուսին, երրորդին, նրանք ոչ թե նայում են, թե այդ մարդը ինչ է քարոզում ու ինչ գաղափարով է լցված, նրանք նայում են, եթե Քրիստոս ասեց, ուրեմն մեր եղբայրն է կամ քույրն է։ Կապ չունի, ինչ ուսմունք կա, ինչ գաղափարներ է, ինչ միտք կա, Սուրբ Հոգին է բացառել նրան, թե ուղղակի ինքն է հասկացել, կարևորը Քրիստոս անուն տալը։ Ու շատ մարդիկ կան, որոնք որ Քրիստոսի անուն տվողներին եղբայր եւ քույրեր են ասում են դա նրանք են մեր քույրերը եղբայրները։ Ոնց կարող է Եհովայի վկան եղբայրը կամ քույրը եղնի, եթե ինքը ուրիշ Քրիստոս է կարոզում, եթե ինքը կեղծ Քրիստոս է կարոզում։ Նայեք Հովհաննես Առաքյալը ինչպես է ասում։ Առաջի Հովհաննու 4 գլխի առաջի մի քանի համարները կկարդամ, որ մենք մտածելու բան ունենք մեր կյանքի մեջ։ 1 Իոաննա 4 глава 1-3 стиха։ Սիրելիներ, ամեն հոգու մի հավատակ, այլ փորձեցեք հոգիները, թե արդյոք Աստվածանից են, որտեղ շատ սուտ մարգարեներ են դուրս եկել աշխարհը։ Սրանով ճանաչեցեք Աստծո հոգին, ամեն հոգի, որ խոստովանում է Հիսուս Քրիստոսին, մարմնով եկած, ուշադիր լսեցեք, Աստվածանից է, եւ ամեն հոգի, որ չի խոստովանում Հիսուսին Քրիստոսին, մարմնով եկած, Աստվածանից չի, եւ նա ների հոգի է, որ լսեցիք, թե գալիս է հիմա արդեն աշխարհում է։ Ամեն հոգի, որն որ Քրիստոսին չի դավանում, մարմնում եկավ, այսինքն Աստված, որն որ մարմնի մեջ ծնվեց, Աստված, որն որ հայտնվեց մարմնի մեջ, եթե մարդիկ չեն վկայում Քրիստոսին որպես Աստված, նրանք ների հոգի ունեն, ու նրանք չեն կարող մեր եղբայրները լինել, իմ սիրելիներ։ Դրամ էլ մենք ոնց ենք զանազանում ների հոգին Աստծո հոգուց, Աստծո հոգու միջոցով։ Գիտեք, խորտ բանը, որն որ մարդը լսում է, իր համար խորտ է, բայց միևնույն ժամանակ ինքը սկսում է քննել։ Ու իր քննելը, մարդու քննելը ոչ մի անգամ ճիշտ չի կարող եղնի, որովհետև մենք մեր ուղեղով քննելով մենք չենք կարող ճշմարտությանը հասնել։ Դրա վառ օրինակը աշակերտներն են, որոնք որ Քրիստոսի հետ քայլում են, բայց Քրիստոսի խոսքերը չկարողացան ընդունել։ Բայց երբ որ Սուրբ Հոգին եկավ, նրանց համար բացվեց այն, ինչ էլ որ 3-5 տարի անընդհատ քարոզվելով նրանք չհասան այդ բանին։ Ու վերջում ես մի տեղ եմ ուզում կարդալ Էլի Հովանու ավետարանի առաջի Հովանու 4 գլխի շարունակությունը, որպեսզի մենք բոլորս մտածելու բան ունենանք։ Առաջի Հովանու 4 գլուխ 5-6 համարը։ 1 Իոաննա
4 глава 5-6 стихի։ Նրանք աշխարհից են, նրա համար աշխարհից են խոսում եւ աշխարհը լսում է նրանց։ Մենք Աստվածանից ենք, որ Աստծուն ճանաչում ով որ Աստծուն ճանաչում է, լսում է մեզ։ Ով որ Աստվածանից չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչում ճշմարտության հոգին եւ խաբեբայության հոգին։ Նրանք ովքեր որ Աստվածանից են, մեզի լսում են։ Ում որ Աստված ընտրել է, մենք երբ որ գնում ենք քարոզելու, երեք ես մի հատ քարոզ լսեցի, ասում եմ, ժողովուրդ, դուք մի կվհատվեք, դուք մի կզարմացեք, երբ որ դուք գնում եք մեկին քարոզելու, եւ այդ մարդը կատեգորիկ ասում է, ես չեմ ընդունում քո ասածը։ Մի կվախեցեք, որովհետեւ ամեն ինչ գործում է Սուրբ Հոգին, նա է ձեր միջոցով խոսում ու նա է այն մարդուն բացում Քրիստոսին։ Եթե Սուրբ Հոգին չի բացառե այն մարդուն, ինչքան ուզում եք խոսացեք, մի օր, 10 օր, մի տարի, 10 տարի, չի բացվի նրա համար։ Բայց երբ որ Սուրբ Հոգին կբացանի, անպայման կբացվի։ Ու դրանում մենք զանազանում ենք ճշմարիտ հոգին եւ սուտ հոգին, որ մենք տեսնում ենք այդ մարդու ռեակցիան։ Ու այդ մարդու ռեակցիան Սուրբ Հոգու գործունեությունը։ Տերը թող բոլորիս օրհնի։ Մտածելու բան տա մեզի, որովհետեւ մենք ապրում ենք այս կյանքի մեջ, ինչպես յուրաքանչյուր մարդ ունենք ֆիզիկական մարմին, ապրում ենք ֆիզիկական կյանքի մեջ եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի Աստծուն դորեկան եղնենք։ Բայց մենք մեզանով, իմ սիրելիներ, Աստծուն դորեկան երբեք չենք եղնի։ Դրա համար Տերը օգնի մեզի, որ մենք Սուրբ Հոգու առաջնորդություն ունենանք ու թող միշտ եւ ամեն ինչում Աստված փառավորվի մեր եւ ամեն մարդկանց միջոցով։ Ամին։